Խոշորացնել համայնքները, թե ոչ, ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր տեղի ունեցավ խորհրդարանական լսումներ համայնքների խոշորացում թեմայով։ Թե ում գաղափարն էր համայնքների խոշորացման ծրագիրը ներկաներին պարզաբանեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։ Նա հայտարարեց, որ գաղափարը նոր չէ։ Իր ձեռքին է 1996 թվականի վարչատարածքային բաժանումների վերաբերյալ քննարկման սղագրությունը, որտեղ խոսվում է այդ մասին։ Տերտերյանն ապա անդրադարձավ ծրագրի ռիսկերին։ Մենք այսօր համայնքային ծառայողներ ունենք, որոնք այդ համայնքներում աշխատում են, այս համայնքային ծառայողների եւ քանակի եւ բովանդակության խնդիրները կլուծեն բացառապես տեղական ինքնակառավարման մարմինները իրենց ռեսուրսների հաշվին, իդեպ իրենց ավելացված ռեսուրսների եւ աշխատատեղերի վերաբաշխման կամ ծառայությունների ուղղությամբ ավելի մեծ հնարավորություն ունենալու հաշվին։ Ըստ Տերտերյանի, համայնքների միավորման արդյունքում կրճատումներ չեն լինի, գյուղապետերի հաստիկները կպահպանվեն, միայն թե առայժմ հայտնի չէ, թե միավորման արդյունքում ինչ կարգավիճակ կամ անուն կստանան գյուղապետերը։ Իսկ հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանի խոսքով այսօր մենք ունենք բավականին հզոր կառավարման համակարգ, սակայն թույլ ինքնակառավարման համակարգ։ Ըստ Մարգարյանի, հանձնաժողովականները միավորման ենթակա համայնքների բնակիչների շրջանում հարցումներ են իրականացրել, բայց հստակ պատկեր չեն ստացել։ Կա միանշանակ ոչ, միանշանակ այո։ Անկեղծած ես չեմ համարում միանշանակ ոչը եւ միանշանակ այոն այսպես շատ վերջնական պատասխան։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ անելու խնդիր ունենք, բացատրելու խնդիր ունենք։ Մենք փորձել ենք այն հարցերը, ինչ որ մեր առաջացել է հանդիպումների կամ ասենք տրամաբանական այստեղ զետեղել, թե ինչ ենք սպասում, ասենք կամ ազգաբնակչությունը ինչ է սպասում այս գործընթացից։ Նշենք, որ խորհրդարանական լսումներին ներկային Տավուշի, Սյունիքի եւ Լոռու մարզպետները։ Քննարկմանը հրավիրված էին նաեւ այն համայնքների ղեկավարները, որոնցում նախատեսված են իրականացնել խոշորացման ծրագիրը։ Վերջինները սակայն ոչ ելույթ ունեցան, ոչ էլ հարցեր ուղղեցին։ Մարզերից Երևան էին հասել գործադիր ու օրենսդիր ներկայացուցիչներին լսելու համար։ Հավելենք, որ համայնքների խոշորացման ծրագիրը կդրվի հանրաքվեի մայիսի 17-ին։ Հայաստանի 3 մարզերում նախատեսված այս ծրագիրը դեռ փորձնական է, եթե հաջողվի գործադիրը մտադիր է շարունակել խոշորացումը։